Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ինչպես պայմանավորվել էինք այսօր ուրբաթը եւ եթերում բնականաբար արի պայմանավորվենք հաղորդումը։ Եթե դուք ուզում եք դառնալ մասնակից մեր ծրագրի, դուք ուղղակի պետք է ձեր մտերիմների շրջանում գտնեք մի մարդ, ով ունի ամուր նյարդեր, ում վրա դուք վստահ եք, ում շնորհիվ դուք կարող եք արժանանալ մեր հաղորդման կողմից տրվող այս գեղեցիկ նվերների։ Դե ինչ, ներկայացնեմ ձեզ մեր հաղորդման առաջին մասնակից։ Ողջույն Էմիլիա, ինչպես եք։ Շնորհակալություն։ Ինչը ձեզ բերեց մեր ծրագիր, կարող եք ասել։ Հետաքրքրություն է այդ կատակային պահերը։ Իսկ անկեղծությունը։ Հաղթանակը իհարկե։ Նվերների մասին ոչ մի չեք ուզում ասել։ Իհարկե նվերները առաջին։ Լավ, իսկ ում նյարդերի հաշվին եք ուզում վաստակել այս նվերները։ Իմ գործընկերոջ, որի երկատաներ աշխատել ենք Ռոմայի։ Ռոմա։ Այո։ Լավ, իսկ մտածել եք որտեղ ենք մենք ամեն ինչը իրականացնելու։ Այո, մտածել եմ համակարգչային խանութում, ենք համակարգիչ տեխնիկա գնելու։ Այսինքն դուք ուզում եք գնել տեխնիկա։ Այո։ Լավ, Էմիլիա ջան, ուրեմն ես ձեզ ասեմ, ուղղակի ուզում եմ հիշեցնել մեր խաղի կանոնները, որի դեպքում դուք կճանաչվեք հաղթող։ Դուք ունենաք ականջակալ, որի միջոցով դուք պարտավոր եք անել իմ բոլոր հրահանգները։ Ձեր ընկերը այս պարագայում Ռոման, ձեր գործընկերը, պարտավոր է, ոչ թե պարտավոր է, ցանկալի է ձեզ համար, որ 10 րոպե դիմանա եւ չնյարդայնանա, չթողնի գնա կամ չհասկանա, որ սա արի պայմանավորվենք հաղորդումն է։ Հասկանում եք, չէ՞, դուք այնպես այդ ամեն ինչը պետք է մատուցեք, որին համար ոչ մի կասկած չառաջանա։ Այդ դեպքում ես վստահ եմ, որ դուք կճանաչվեք հաղթող, իսկ ճանաչվելու դեպքում Էմիլիա դուք կստանաք մեր գործընկերների կողմից Տեխնոլայֆ խանութսրահի կողմից տրամադրված այս 50,000 դրամանոց նվերքարտը, իմ ժառոց ձեզ ուզում եմ ասել, որ այս խանութը գտնվում է Կոմիտաս 60 հասցեում, այնտեղ կա շատ մեծ ընտրանի եւ շատ մատչելի գներ եւ մի շատ հետաքրքիր ակցիա Տեխնոլայֆ խանութսրահի կողմից ձեզ կարող է պետք գալ։ Մինչեւ մայիսի 31-ը գներով ներկառուցվող տեխնիկա դուք ձեր ապառիկը կարող եք ձևակերպել հենց խանութում եւ առաջին 15 ամիսների տոկոսադրույքը ձեր փոխարեն մուծելու է Տեխնոլայֆ խանութսրահը։ Եվ մեր մյուս գործընկերոջ կողմից նաև կստանաք նվեր, խոսքը Կիրակի.am կայքի մասին է, որը նույնպես ունի նորույթ, նույնպես ունի անակնկալներ։ Այս կայքը արդեն հասանելի է ամբողջ Հայաստանի տարածքում։ Այս կայքի միջոցով դուք կարող եք գնել կամ վաճառել ապրանք, իմիջիայլոց վաճառելու դեպքում դուք կարող եք հայտարարությունը տեղադրել հենց ձեր տանից, այսինքն եթե հիմա ունենաք համակարգիչ, շատ հանգիստ ձեր համակարգչի միջոցով կարող եք տեղադրել հայտարարությունը եւ ես վստահ եմ, որ շատ քիչ ժամկետում, շատ քիչ ժամանակում դուք կզգաք այս կայքի արդյունավետությունը։ Իմիջիայլոց էլի շատ հետաքրքրություններ եւ հետաքրքիր բաներ կան այս կայքում, ուղղակի ձեզ առաջարկում եմ այցելել եւ ինքներդ տեսնել։ Լավ Էմիլիա, դե ինչ, արի պայմանավորվեք, որ հենց հիմա սկսում ենք։ Լավ։ Պայմանավորվում։ Էմիլիա ջան, եթե ինձ լսում ես, մի հատ ձեռքդ բարձրացրու վերև։ Մեկ էլ է ձեռքդ զգուշ եղի սումկայից, միկրոֆոնին ա կապնում, սումկատ մի քիչ առաջ բեր։ Տարի, ասենք, տարավես մի 150-170 սահմանում այս անհրաժեշտ է, և ճաղում։ Ունես, դες նորմալ այդ գնային սահմանում։ Ասայիս, որ ձեր մոտից համակարգիչ առնենք, հետը սեղան տալիս եք։ Իսկ ձեր մոտ ասենք համակարգիչ, որ գնել, հետը սեղան տալիս եք։ Չէ, մեզ մոտ նոթբուքերը սեղան չենք տալիս։ Խոլ ձիվան մեբել էլ չեք տալի, ասա։ Իսկ ձիվան մեբել, խոլ, կահույք ինչ-որ։ Չէ, կահույքի սրա չի մեզ մոտ։ Իսկ ինչ կառաջարկեք ավելի հարմար։ Ասա, որ կամպյուտերով լավ հեշտ ադնակլասնիկ մտնել։ Ունենք i3 ու i5 պրոցեսորով համակարգիչներ, ընտրությունը ձերն է, դուք որ ասեք, արդեն ավելի Իսկ որով ասենք կարող եմ հեշտ սայտեր մտնել, ադնակլասնիկ մտնել միանգամից։ Եթե մենակ ադնակլասնիկի ու սոցցանցեր մտնելու համար եք ուզում, շատ ունենք տեսականի։ Բոլորն էլ կարող եք հանգիստ մտնել։ Իսկ Facebook Ինչ գնիս ամեն Facebook-ին կարող մտնեք։ Թե ինձ ասան ինչ գնիս ամեն 150-180 այդքան։
Ասա ձեր մոտ ամենաթանկ կոմպյուտերը ինչ արժի։ Այդ գնի սահմաններում ինչ մոտ պարամետրերը կասա։ Կասում իհարկե, օրինակ այստեղ ունենք 170։ Հարցրա ինչ արժի ձեր մոտ ամենաթանկ կոմպյուտերը։ Իսկ ամենաթանկ կոմպյուտերը ձեր մոտ ինչքան է։ Մինչև 230-ն է վերի։ 230։ Ասա գժվել եք։ Քժվել եք։ Չէին գուզել։ Այդ գնով ձեզ էլ հետը կառնում։ Ձեզ էլ հետը կառնեն տնով տեղով։ Դա բնորն է, այդպես մի քիչ ավելի մեծ։ Մի անգամից արագ որ մտնես, այդպեսի կապ կա։ Ասա ის որ գույնի նոթբուքն է լավ ավելի, արծաթագույնը թե սևը։ Իսկ որը կառաջարկեք, որ նա ավելի լավ արծաթագույնը թե սևը։ Ասեք մեբելի հետ, որ սազա է, ինչ տան մեբելի հետ։ Ես ախր չեմ կարա ասեմ, դուք ոնց ուզեք։ Իսկ շագանակագույն չունեք, մենակ սևը արծաթագույն։ Ուզում եմ ասենք սիրուն մեջ տան մեբելի հետ սազան ու ասենք շուտ մտնեն Facebook։ Բոլորն են Կամ հավաքվածնի։ Սևը պրակտիկա, դասականա։ Դա կապված արդեն։ Ասա մոտս փող չկա, իսկ կլինի ես կոմպյուտերը վերցնեմ, այս տղեն սպասիստ է, ես գնամ փողը բերեմ։ Իսկ ապարիկ տարիս եք, չէ՞։ Ապարիկ ունենք տեղում, այո։ Իսկ նախնական մուծում պետք է արվի, չէ՞։ Նախնական 0% կանխավճարով է 4 բանկերի հետ համագործակցում ենք։ Բայց հենց այս բանին ասենք որ գումար չունեմ, կլինի ինքը այստեղ մնա, ես մի հատ գնամ տուն բերեմ կամ ասենք մեծ շատ գումար տամ։ Ասա իսկ ինձ 50 տարով ապառիկ կտակ, գոնե որ ամիսը 200 դրամ մուծեմ։ Ասա 50 տարով ապառիկ տալիս եք, որ ամիսը 200 դրամ մուծեմ։ Իսկ ասեք ձեր մոտ ցած պայմաններ կար, չէ՞, տարեկի պայմաններ ունեք, 50 տարով ապառիկ տալիս եք, ասենք 200 դրամով 50 տարով հարկեր։ 50 տարով չեմ տեսել եք ապարիկ տամ։ Ձեր մոտ կա Կների պոյտես չեմ տեսել 50 տարով, մեր մոտ մինչև 2 տարի է։ Ոքի չեմ ասել։ Աշխատողին հարցրու դեմքը ծանոթ է, կարող է դու Գորիս ես ծառայել։ Նա թվը տնայի դες պարամետրը դες որն է հարմար։ Ինքը կոմպետասը չի ուզում ասեմ։ Ինչքան ժամանակ ուզում ինչ է։ Ես ոնց հասկացա, Աշխատողին հարցրա դեմքը ծանոթ է, կարող է Գորիս ես ծառայել։ Դա մի հատ նայ դու ասա։ Դեմքը ծառնում հա, բայց ինչ որ տկար գործում է ծառայել։ Կամ ասենք այդ մոտակա դրամա ասելը։ չէ, Գորիսին չեմ ծառայել։ Ոչ շատ ծանոթ է դեմքը։ Ասա իսկ փչացած բաներ սարքում եք դուք։ Դու ինձ կտեսնիր։ Իսկ դեր մոտ փչացած բաներ սարքում են։ Այո, վերանորոգում։ Ասա մի հատ ընկերուհուն է փչացած, որ բերեմ կսարքեք։ Ասա մի հատ ընկերուհուն է փչացած, որ բերեմ կսարքեք։ Բոմադնան, այդ մի հատ փչացած ընկերուհի ունեմ, կարող է սարքել։ Ծերը կարդո։ Ձեր մոտ սարքել։ Մեր խնդրում եմ, էլի կողմնորոշվեք հասկացեք։ Ասա այս հետից տղեն ախրանիկս է, էլի ինքն է սաղ կաս եսա ձեզ։ Ասենք ինքը HD ոնց որ ասում եք նորմալ։ Ինքը իմ ախրանիկն է։ Ինքը ամեն ինչ գիտի, ուր գնում հետս տանում եմ իրան։ Լավ է կանում, ինձ ինչ եք ասում իրան ասեմ։ Չէ, բան չէ ունատնάει։ Մի հատ պոնչո արա այդ տղուն։ Մի հատ ականջի հետ խաղա մի քիչ։ Ասենք նորմալ է, եթե մարդը պետք է նայեք, սոսնացեք։ Այո, հաջան։ Կամել սեմիլիա։ Ես։ Մի հատ այդ կտակ նայեմ։ Ասա ձեր մոտ էս ինչ վաց սպասարկում է, կոֆե էլ չեք տալի։ 192։ Կոֆե չեք տալիս, ինչ եք նենց ված սպասարկում։ Եթե ուզում եք, Ամենտեղ առաջարկում եք։ Ասա մի հատ խանութից ֆլեշկա առա, կես ժամ մասաժ արեցին։ Ասա այն օրը մի հատ խանութից ֆլեշկա առա, կես ժամ մասաժ արեցին։ Այն օր մի հատ խանութ մտա, օրինակ այս էդի համակարգչային, նա փոքր ֆլեշ եմ առել, կես ժամ մասաժ էին անում։ Ոնց որ ոչ ոք չկա։ այսինքն կես ժամ մասաժ։ Մենք չենք սպասարկում մասաժ, մենք սպասարկում ենք նորմալ մարդկանց նորմալ ձևով։ Նա չեք սպասալու։ Դա հավանեցի դե։ Նա նայ տարավ։ Եկեք ավելի լավ իրար հետ ընտրենք։ Ոնց հասկանում եմ ձեր ընկերուհին երևի այսօր չի։ Ասա իրան էլ ասա օգնենք։ Հա, ասա միացրեք։ Իհարկե մարդոց Ասա միացրեք։
Մի հատ կմիացնեք։ Դա փորձում։ Սպասեք։ Չունենա, եթե տենց շտապ հարկավոր է, ասենք միացնել, դնամ զայրատկի, եթե չէ։ Իսկ չկա որ զայրատկա դրածվի։ Չէ, հիմնականում ասենք կարա մարդկոսները նստած կա։ Ասա, եթե տարատուն լավ չաշխատեց, ես հետից տղոն կասեմ, կգա գլուխն հետ կջարդի։ Բայց դե ասենք ցանկալի է վերցնել, բայց եթե տանեմ տուն չաշխատեց, իրավունք ասեմ կացնի, թե գլուխը ջարդելու է, եթե լավ չաշխատեց։ Դա Մենք մեկնարկա երաշխիք ունենք, մեր գլուխը կոտրել։ Ինքը իմ պաշտպանն է, Գեորգի, ամեն ինչ ամեն հարցը։ Ես ես խանութի վաճառողին եմ, անունը Զինա։ Ասա, բայց ես մկնիկ չտակ էլի, ես մկներից վախում եմ։ Հետը բացնավորը մուկ չտակ։ Մկնեց սարսափելի վախեն է։ Իր այդ մուկ չի լինում։ Չի լինում։ Ասա, ես կամպյուտեր չունեք, որ վրայի կնոպկաները քիչ է, որ շատ ալում գլուխս ֆռնում։ Իսկ ասենք հարմար ավելի նոթբուք չունեք, սենց կոմպակտ, որ կնոպկեքը քիչ լինի։ Ոսկի 5 հատ լինի։ 5 հատ կնոպկա լինի։ Ասենք մի 5-10 հատ կնոպկա լինի, էլի շատ չէ լինի։ Ժամը 12-ին առավոտով նման մարդկանց չէի սպասում։ Դա չէ, ուղղակի ես Եթե հարցնում եմ, եթե խանութից դուրս լինեինք, նման կերպ չէի կարող խոսել։ Լավ, ասա, ցույց տվեք։ Դրեք։ հա, լավ, չես տվեք։ Ընդրեք ես պրոստը խոսաս։ Հա, չէ, համեկել եմ առնեմ, հա մի հատ հարցնեմ, ինձ հետաքրքիր է։ Դենքի հարցից ասեմ, եթե սանսեր մտնելու համար, ես նորմալ պարամետրեր է վեպը։ Ասա, ես կլինի փողի տեղը ապրանք տամ։ Իսկ ասենք հնարավոր է, որ գումարը չի երիկում, ասենք ապրանքով փակեմ։ Ասենք նոթբուկը վերցնեմ, ես ապրանքով փակեմ։ Ծավար, կարակ։ Ասենք թե գիտի բնամթերք, ասենք ծավար, կարակ։ Դե այդպեսի բարդերն են անում։ Ընդհանրապես։ Թող նորոշվեք, էլի խնդրում եմ։ Հա, Բաժի դեպ չեն։ Բանս ուզում վերցես։ հա, այս հավանել են, այս չվերցնել։ Դու հավանել ես, Ուղղակի որ հարմար լինի, ինձ էլ ծեծել ասում հարմար լինի։ Մեզ չեմ եկել ծավար մավարից նայում։ Պարամետրը, եթե այս պարամետրը նորմալ է սոսանցի։ Նորմալ է։ Վաճառողին ասա, ես կլինի ձեռի ուշ կպնենք, ով կրի կամպյուտերը մնա իրան։ Լավ, մի ուշ տարբերակ էլ առաջարկեմ, ցերիքս ձեռով կպնենք, որը սկրեց կամպյուտերը նրան է։ Հաստատ ես կկրել։ Ես կարամ շատ հանգիստ տնօրինությանը կանչեմ, ձեզ դուրս հրավի եստեղից։ Ես տնօրինությունը չմերժեի, կարող եմ եւ տնօրինության հետ Ասենք ձեռով կպնելը ո՞րն է, եկել եք հասարակական խանութ, նորմալ խոսալ չունեք։ Էլի ինչ կոնֆլիկտի մեջ եք բանել։ Չէ, դա չէ, դրոպից հետաքրքիր է, լավ առաջարկեմ անձեռով կպնենք։ Տաղուն ասա, դու ում կոմից ես, իմ թե իրա։ Հիմա եկել ես պաշտպանես, թե իրան պաշտպանես։ Ես չեմ ասում, ոչ մեկի կողմից չեմ ասում, պարամետրը նշի, որ եկել եմ մեկի պաշտպանում։ Հիմա ասա, բոն ես ընդունում, նայեք եկել եմ։ Դե դու հավանել եմ, հայնես Հիմա մլեր։ Լավ, Էմիլիա ջան, ապրես։ Ես անկեղծ ասեմ։ Ես վաճառողի տեղը լինեի, ձեզ արդեն շուտվանից ստեղ դրել էինք քարը արդեն, չէ՞։ Դուք ել ապրեք։ Եկեք մեզ մոտ։ Արի մոտիկ եկած։ Ես ուզում եմ քեզ շնորհավորեմ, դու դիմացար, բայց մի հատ հարց տամ։ Քո հետ շուշուտ է լինում sense դեպքեր, որ ծանոթ աղջկա հետ մտնում ես խանութ եւ sense տարօրինակ տեքստեր ես հանդիպում, հա։ Բա ինչի մնացիր այսքան ժամանակ, ինչի դուրս չեկա խանութից։ Կարող է թայ բան դեպքեր պատահել։ Բայց ես ուզում էի, որ դու գնայ, որովհետեւ խանութից էր Ռոման ջան, եթե դու գնայիր, ես այս նվերները Էմիլիային չէի հանձնի, իսկ իմ նպատակը դա է, իմը չստացվեց պաստորեն։ Այսօր Էմիլիա ջան, Ռոման այսօր քեզ օգնեց, քեզ ասեմ։
որ դու շահես Technolife խանութ սրահի կողմից տրամադրված այս 50,000 դրամանոց նվերքարտը, սա քեզ, եւ Ռոման հեռու մի գնա, եւ Կիրակի AM կայքի կողմից տրամադրված այս մեծ նվերը։ Սա էլ քեզ կմոտենաս մի հատ Ռոման ջան, արի։ Մի հատ ասա ինչ էր զգում այդ ամբողջ ընթացքում։ Իսկ հետս։ Ուզում էի դուրս գայ вообще-то։ Ախի դուրս չեք կարող, Ռոման ջան, ինչն է քեզ պահում այստեղ։ Զավարը ո՞րն է կամպյուտերը։ Լավը արծաթագույնը թե սևը, դա ինչ մոտեցում եք, ասես ինձ։ Շատ պրոֆեսիոնալ է սա արքա։ Շնորհակալություն քեզ, Էմիլիա ջան, քո ընկերն է, չէ՞։ Քո գործընկերն է, ես քեզ Ողջույն Լիլիթ, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Լիլիթ, կարող ես ասել ով է այն մարդը, ում հետ դու ուզում ես խաղալ չար կատակ։ Իմ ամենամոտ ընկերուհին է։ Ահա։ Միասին ապրում ենք Որտեղ եք ապրում։ Էմիլիաս խմբում։ Լավ։ Եվ Պես որոշեցի մի փոքր կատակ անել։ լավ, իսկ վստահ ես ընկերուհուդ վրա, օրինակ գիտես նրա նյարդերի հզորությունը ինչպիսի է։ Իհարկե, համոզված եմ։ Բինդ նյարդեր ունեցող մարդ։ Այո։ Լավ, այդ դեպքում Լիլիթ, ես մի այսպիսի քեզ բան եմ ուզում ասել, շատ կարևոր։ Դու գիտես մեր ծրագրի մեր հաղորդման պայմանները, ճիշտ է։ Ես մեկ անգամ եւս քեզ ուզում եմ դրանք հիշեցնել։ Դու պետք է կատարես իմ բոլոր պլանները, որը կլսես ականջակալի միջոցով։ Քո ընկերուին պետք է դիմանա 10 րոպե։ Եթե 10 րոպեվա ընթացքում քո ընկերուին չգնաց եւ մնաց քեզ հետ, դու կստանաս մեր հաղորդման կողմից տրված նվերները։ Technolife խանութսրահի կողմից այս 50,000-անոց նվեր քարտը։ Միջալուց ես քեզ ասեմ, որ Technolife խանութսրահը ունի շատ հետաքրքիր ակցիա մինչև մայիսի 31-ը։ Գնելով ներկառուցված տեխնիկա, դու ստանում ես ապառիկը տեղում եւ առաջին 15 ամիսների համար քո տոկոսադրույքը քո փոխարեն մուծում է Technolife խանութսրահին։ Ստում է շատ հետաքրքիր պայման է եւ Կիրակի AM կայքի կողմից այս նվերը իմջալոց ասեմ նորույթ նաեւ ունի Կիրակի AM կայքը, որովհետեւ նա արդեն հասանելի է ամբողջ Հայաստանի տարածքում եւ դու կարող ես գնել կամ վաճառել յուրաքանչյուր բան այս կայքի միջոցով, իմջալոց հայտարարությունը կարող ես տեղադրել հենց ձեր տանից։ Մնացած բոլոր ինֆորմացիայի համար կարող ես ուղղակի այցելել Կիրակի.am կայքը եւ ամեն ինչ կտեսնես։ Այսպիսի գայթակղիչ նվերներ դու կստանաս, եթե անես իմ բոլոր պահանջները։ Լավ։ Լավ։ Որտեղ ենք հանդիպում ընկերուդ հետ։ Սրճարանում։ Լավ, դե արի պայմանավորենք, որ հենց հիմա սկսում ենք։ Պայմանավորվեցինք։ Ժամանակը գնաց։ Մեզ այնց հետո բարի փորձի։ Տնաս երեխեքը լավ կպարեն։ Վաղը համենք է։ Ոնց աննան այսօր չի զանգե։ Ոնց է կզանգի, ոչ։ Լիլի ջան, եթե ինձ լսում ես, ձախ ձեռդ բարձրացրու վերև։ Մատուցողն է, կանչ։ Նշակված ողացած։ Դու գիտես։ Անգերուդ ասա, որ որոշել ես մոդել դառնաս ու ուզում ես մերկ լուսանկարվես։ Ան գիտես որոշել եմ մոդել դառնամ, ուզում եմ մերկ լուսանկարվեմ, ոնց ես նայում դրան։ Մերկ լուսանկարվեմ, մոդելներ ոնց են։ Քսազը չէ, սիրուն կնա։ Քիչ պարապեմ։ Քիչ ես դու լիզում։ Չէ, չի սազի քեզնալ։ Ասա այդ քայլին ես գնացե, որովհետև կազինոյում մեծ գումար ես կրվե, ասա $10,000, պետք է նկարվես, որ այդ փողը կարանաս 10։ Այդ քարին եմ ուզում գնալ, որտեղ կազինոյում $10,000 փող եմ կրվել, դե այդ գումարը տամ, ուրիշ ձև չեմ կարող աշխատամ։ Կապիտես աննյադ։ Չէ, կյանք, լուրջ։ Հիշում ես այն անգամ, որ ասի գնում եմ Աննայինց տուն։ Այդ ժամանակ գնացի տենց։ Գիրախ լիլա։ Անգերուդ ասա, որ խնդրեմ դու էլ հետս կնկարվես, տենց ավելի շուտ փողը կտամ։ Խնդրեմ հետս կնկարվես, նենց ավելի շատ փող կտան, շուտ կտանեմ, կփակվեմ, կպրծնեմ։ Խափնվել ես լիլա։ Չէ, լուր։ Աննորմալ է։ Այդ բաները սայթերը կուղարկեմ, կնայես նկարները, տենց չեմ ասում դռիվ բաց։ Ինչ որ ընթացքում տենց Հասկացանք աննորմալ ենք, բայց ոչ այդ աստիճանի։ Բայց չկա դրա մեջ։
Հայրը կամաց սովորում են դրան։ Նա մեկն լուսանկարվի դրսում։ Հեռախոսը տանես սկսի ինգերուդ նկարել, որ ասիխի ես նկարում, ասա նկարում ես, որ տանես ֆոտոգրաֆին ցույց տաս։ Նա սիրուն կանգնի։ Սկան նստի միած սիրուն նկարում։ Նկարում եմ, որ տանում այդ ֆոտոգրաֆին ցույց տամ, տնան կահավանի քեզ թե չէ։ Այդ քեզ նկարի լիլո։ Այսա կնկարում։ Միած Չեմ սիրուն նկար, չէ։ դիրքը տնի միած Չեմ սիրուն նկարում։ Դա չեմ նկարում։ Այս երկոտը հերիքա կոմյոս նկարներս կտանեմ։ Հետո ինչ ենք հագնելու այս վերջի համերգին։ Չգիտեմ։ Չի ասե Աննան։ Չէ, դեռ չեմ որոշել։ Ֆրամատուցողին ասա կյանք մի հատ հասարակ ջուր կբերես։ Կյանք մի հատ հասարակ ջուր կբերես։ Ճանաչում ես մարդը։ Չէ, ջերմ Կյանք պես խոսում։ Ջերմ ես։ Ընկերական էլի բոլորի հետ, ինչ վատ անոր։ Լիլ հիմա մի քիչ լրջացի, ասա գիտես չէ, վիճակս այդքան լավ չի, երեք գնացել եմ հոկեբանի մոտ։ Անգիտես վիճակս այդքան լավ չեն, հոկեբանի մոտ էի գնացել։ Հայրակ դրա կարիքը կանչա։ Ասա հոկեբանը ասաց, որ միշտ պետքա կողքդ մարդ լինի, որ քեզ լավ բաներ ասի ես քեզ սիրում եմ, պաչի քեզ։ Հոկեբանը ասաց, որ կողքդ պետք է միշտ լավ մարդ լինի, որ քեզ պաչի անդադ կողքդ լինի։ Ասա, որ քեզ սիրում եմ։ Ասա, որ հիմա խնդրեմ կասես, որ ինձ սիրում ես ու պաչես ինձ։ Խնդրեմ ասես, որ ինձ սիրում ես, ինձ պաչես։ Իրա ասել չի աղա։ Հոկեբանի մոտ էին, որ գնացել ինքը ասաց, չես ասա, որ լավ լինեմ։ Մի երկու առաջ, որ դու նա դու շատ լավ ես։ Չէ, ինք լավ եմ, այսինքն եթե կողքս ես լավ եմ։ Հա, շատ լավ է։ Ասա այդ կազինոյից հեսա պետքա զանգեմ, որ դե պարտքեմ։ Կլինի հեռախոսը տամ քեզ, դու ասես, որ ես քաղաքում չեմ։ Ես այդ կազինոյից պետքա զանգեն։ Հեռախոսը տամ քեզ, ասա, որ ես քաղաքում չեմ, հա։ Հիմա դու կատակ ես այդ անում։ Չէ, լուրջ եմ ասում, խիպտի, ես ես կատակ երբ եմ այլ։ Ասա, որտեղ վնաս կտան ինձ։ Որտեղ կարող է վնաս տանի ինձ։ Ճիշտ ասած անը չեմ հիշում, որ եմ գնացել։ Դու կազինո խաղալի գիտես։ Հա։ Սովորել եմ։ Դու հոկեբանի մոտ ես գնում։ Հա, լուրջ եմ ասում։ Ընկերոդ ասա կարող է դու իրանց վրա ես աշխատում ու ինձ հետևում ես։ Անկախ է իրանց վրա ես իրանց մոտ ես աշխատում, ինձ հետևում ես։ Ասա կարող է իրանք են ասել, որ իմ հետ լնես, որ չփախնեմ։ Կարող է իրանք են ասել, որ իմ հետ լինես, որ չփախնեմ։ Տարօրինակ ես քեզ տան, ինչ ասում չես անում այսօր։ Գորգրա ընկերոդ վրա։ Ներվայնացած գորգրա։ Չա կատարում ես։ Ոչ մի բան չի կատարվում, անոր։ Խես մունած գալիս վես։ Որովհետև տարօրինակ ես քեզ պահում։ Տարօրինակը մեր մեջ ինչ դու ես։ Ես տարօրինակ չեմ, քեզ լուրջ բաներ եմ ասում, գնացել ես գնացել։ Կազինո Հա, բայց ի՞նչ կա դրա մեջ։ Ոչ մի բան, նորմալ է։ Հա, նորմալ է, դու մեր չես Կազինոներում խաղա, հա։ Ասա, բայց լուրջ հոգեբանական խնդիրներ ունեմ։ Խոսող չոքեբանական խնդիրներ ունեմ։ Իրոք։ Ասա կթողես մի հատ քիթ քաշեմ։ Թողես մի հատ քիթդ քաշեմ։ Այ, քիթդ քաշեմ։ Քիթս խես Փոքր քաշը։ ժամանակ ո՞նց էինք անում։ Փոքր ժամանակ եմ քիթը չեմ քաշը։ Ես չեմ քաշել։ Չէ, դա բան չեմ հիշում ես։ Ասա ուզում եմ երկրից փախնեմ, ասա այդ կազինոյի պատճառով։ Անը ուզում եմ պարից դուրս գամ։ Խի։ Կազինոյի համար պիտի փախնեմ երկրից։ Կազինոյի պատճառով։ Ախր չես հավատում, լուրջ Չէ, եկել չեմ հետևից հավատում։ ես։ Ով անկերտից է։ Այդ կազինոյի Ախր մարդիկ։ գնաց է։ Դե Ինչ հավատում շոկը եմ, չգիտեմ դու հավատում եմ, գնաց, ինչ է կատարվում։ Հատ ընկերուհին եմ, դու չես ճանաչում իրեն, իա այդ եմ Ես աղ գնացել։ ընկերուները ճանաչում եմ քո։ Չէ, Իվան ինչի։ նորմալ է։ Ասա այս վերջերս այնքան ներվային է, որ աշկից բաներ ա երևում տարբեր։ Ես անգամ նորվայն եմ դարի աչքից բաներ ա երևում տարբեր խառը։ Ինչ է։ Չգիտեմ, նորվայն բաների մեջ եմ անընդհատ։ Էլի գնա հոկեբանի մոտ։ Գնացել եմ ասում եմ։ Իր ջերմությունն է պետք է կողքից մարդ լինի։ Լիլիթ հիմա ֆռա ու պատկերացրու, որ իբր կողքդ կանգնած է մատուցով, բայց իրականում օդի հետ խոսա ու ասա մեզ սալատ բերեք, մեկ էլ մի հատ թեյ, եթե կարելի է։ Սկեզ դիքան։ Լիլիթ մի ծիծաղ ասա։ Հիլա։
Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, ես վստահ եմ, որ այսօրվա ծրագիրը ձեզ շատ դուր եկավ։ Եվ հենց դուք էլ կարող եք դառնալ մեր հաղորդման մասնակից, ուղղակի պետք է դրա համար զանգարել տվյալ հեռախոսահամարով, գտնել մեզ Facebook-ում կամ գրել մեր այս էլեկտրոնային հասցեին։ Արի պայմանավորվենք, որ հանդիպում ենք հաջորդ ուրբաթ նույն ժամին։